Բարև ձեզ։ Մի քանի թեմաների հետ կապված կլսենք ձեր տեսակետը։ Եվ այսպես ընտրությունները ընթացան խայտարակ ընտրախախտումներով, ապօրինություններով, ձերբակալություններ, կալանավորումներ։ Այս ամենի հետ կապված վստահ դուք եք տեսել, արձանագրել, ինչպես բնորոշեք այս իրողությունները, համեցեք։ Ուրեմն այս ընտրությունները նախ շնորհակալ եմ հրավերի համար, սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ։ Այս ընտրությունները նախադեպը չունեցող խայտառակ ընտրություններ էին, որովհետև ռեպրեսիաները եւ ընտրակեղծիքները իրենց նմանը չեն ունեցել։ 91 թվականից ի վեր նման ընտրություններ Հայաստանի Հանրապետությունում չեն անցկացվել։ Ես պետքա կոշտ որակումներ տամ այս երևույթներին։ Սա խուլիգանության վերջին ստադիան է Նիկոլ Փաշինյանի եւ իր իշխանական ուժի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացու քվեն, Հայաստանի Հանրապետության քաղաքացու ձայնը ապօրինաբար կեղծվել է բացահայտ, կեղծվել է այն պահից, երբ 1.300.000 ձայն, երբ դեռևս չէր հաշվարկվել, Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցների հետ իր գրասենյակում հայտարարեց, որ ինքը միանձնյա կձևավորի Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Նախ եւ առաջ ես ցանկանում եմ մեկնաբանել մեր հայրենակիցների համար ինչը տեղի ունեցել, հետո արդեն մի փոքր կբացենք այդ ընտրախախտումների փաստերը դրվագներով, որպեսզի դուք հասկանաք ինչա տեղի ունեցել։ Նախ, երբ Նիկոլը երեկոյան հայտարարեց, որ ինքը նորից վարչապետ է դարել, նորից կառավարություն կձևավորի, ինչի համար դա արվեց։ Նախ Նիկոլը եւ իր թիմակիցները իրենց վստահված անձերի միջոցով արդեն ունեին տվյալներ, որ խայտարակ պարտություն են կրել։ Նիկոլ Փաշինյանը 35%-ից ավել ձայն չի հավաքել այս ընտրություններին եւ դրա պատճառով իսկ դադարեցվեցին հաշվարկները կենտրոնական ընտրական հանձնաժողովում, հայտարարվեց, որ առավոտյան կսկսեն հաշվարկները եւ կհայտարարեն թվերը։ Դա արվում է նրա համար, որպեսզի կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարողանար թվեր նկարել իրենց շեֆի պատվերով Նիկոլի եւ ոչ մեկ ինձ չասի, որ դա տենց չի, որովհետեւ հարյուրավոր ընտրատեղամասեր բացում են Արման Թաթոյանի, Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի ձայները պարզապես սխալ են գրվել արձանագրության մեջ, արձանագրությունից հետո երբ ԿՀ-ն պետք է հայտարարի ով ինչ ձայն է հավաքել, սխալ են գրվել։ Մի ընտրատեղամասում ԲԿ-ն 77 ձայն է հավաքել, 1 ձայն են գրել։ Սահմանամերձ գյուղերում տեղեր կան, որ ուժեղ Հայաստանը հավաքել է 180 ձայն, գրել են 18 ձայն։ Արման Թաթոյանի ձայները նույնպես գրել են, կամ ինչ է նշանակում, այս քաղաքական ուժը հավաքում է X ձայն, դու սխալ ես գրում։ Սա խուլիգանություն է։ Բոլոր հանձնաժողովի անդամները, բոլոր պետքա պատասխանատվության ենթարկեն։ Օրենքի ողջ խստությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացու ձայնը կեղծելու համար։ Եվ այս ամենը 1, 2, 3, 4 ընտրատեղամասեր չեն։ Այս ամենը ողջ 2005 ընտրատեղամասերով գլոբալ տարածված խնդիր է, որը չի կարող թույլ տալ այս ընտրությունները ճանաչել վավեր։ Այս ընտրությունները անցել են ռեպրեսիաների, անցել են բռնաճնշումների, անցել են Նիկոլ Փաշինյանի հայհոյախոսության, ընդդիմադիր քաղաքական գործիչներին չհարգելու շղարշի տակ։ Այս անձնավորությունը ավելի քան 1000 ընդդիմադիր քաղաքական գործիչ եւ ակտիվիստ է ձերբակալել։ Մնացած ընդդիմադիր քաղաքական գործիչներին սպառնացել է կտրել առնանդամները, լեզուները, սպառնացել է բանտարկությունով, սպառնացել է մարդկանց տները ծերանոց սարքելով, սպառնացել է այն ամենով, ինչով որ հնարավոր է եւ անհնար։ Եվ եթե եվրոպական կառույցները, եթե եվրոպական պետությունները կարող են նման խուլիգան ընտրությունները ճանաչել վավեր, շնորհավորել նման խուլիգան ընտրությունների արդյունքում ինչ որ մարդու, որ ինքը ընտրվել է մեր երկրի վարչապետ, ուրեմն այդ կառույցները վերջնականապես այդ երկրները ապացուցում են, որ իրենք պարզապես հետապնդում են սեփական շահ, պարզապես հետապնդում են սեփական օգուտը եւ թքում են ժողովրդավարության պաշտպանության վրա, որովհետեւ մեր երկրում
այս օրերին եւ այս օրերից հետո Հայաստանի Հանրապետության ընդդիմադիր քաղաքացին եւ ընդդիմադիր քաղաքական գործիչները հասկանում եք չեն կարողացել օգտվել իրենց իրավունքներից ժողովրդավար մթնոլորտում չեն անցել ընտրությունները ես պարզապես ցանկանում եմ տեղակ պահել ձեզ որ նույնիսկ ընտրատեղամասերում Նիկոլ Փաշինյանի ուղղորդումով, Նիկոլ Փաշինյանի թիմակիցների ուղղորդումով մարդիկ այդ իրանց զզվելի դեղին քարտեզներով, սրտիկներով գնում էին ընտրության։ Ես 9-23 ընտրատեղամասում եմ եղել, հետևել եմ ընտրության ընթացքին եւ պարզապես այն խուլիգանությունները, որ կատարվում էին, ես նման բան երբեք չեմ տեսել։ Ես կանգնած հետևել եմ որպեսի քաղաքացիները 3, 4, 5, 6 հոգով չգնան մի ընտրա խցիկի մոտ կանգնեն, որպեսի պահպանվի ընտրության կանոնը, օրենքը, որպեսի չխախտվեն դրանք եւ միջազգային դիտորդներ կային, ովքեր գրեցին, որ ես ուղղորդում եմ, որ քաղաքացիները ընտրեն։ Հասկանում եք, Նիկոլ Փաշինյանը նույնիսկ ընդդիմադիրների նկատմամբ միջազգային դիտորդների օգնությամբ նույնիսկ ընտրա տեղամասերում է ռեպրեսիաներ արել եւ վախի մթնոլորտ ստեղծել։ Լավ, ես եմ որ չեմ վախենում։ Հարյուրավոր, հազարավոր վստահված անձեր, հարյուրավոր, հազարավոր մարդիկ, ովքեր եղել են ընտրա տեղամասներում, առերեսվել են այս խուլիգանության հետ։ Երբ ընտրության օրը ընտրա տեղամասերում մարդիկ քարոզ անելով են գնացել ընտրության, դա մեկ։ Մենք տեսել ենք բազմաթիվ ընտրատեղամասեր, որի դիմաց այս կամ այն նիկոլական մարզպետը падգամավորը կանգնած խոսում է տվյալ հանձնաժողովի ԿՊԱ-ական անդամի հետ, մարդկանց կուտակումների պատճառ են դառնում, մարդկանց ուղղորդում են, որպեսի մտնեն ընտրատեղամասեր ընտրեն։ Մենք տեսել ենք ընտրատեղամասերի մոտ դանակահարություններ, մենք տեսել ենք ձերբակալություններ, մենք տեսել ենք թե Սյունիքի Լորի ընտրատեղամասից ինչպես են քվյատ խցիկը մարդու կնիկ գողանում ու տանում իրանց գյուղ։ Սա խուլիգանություն է, հասկանում եք։ Սա այս ընտրությունները չեն կարա լինեն օրինական։ Այս ընտրությունները պարզապես թաղում են Հայաստանի Հանրապետությունը, մեր պետականությունը, մեր ընդդիմադիր դաշտի իրավունքները եւ արտոնությունները եւ ես հուսով եմ, որ այս վերահաշվարկից հետո ընդդիմությունը իր խոսքը անպայման կասի։ Ես բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին խնդրում եմ միասնական լինել, պայքարել այս տականքի դեմ մեր ընդհանուր ձայների համար։ Ես չեմ առանձնացնում ոչ Գագիկ Ծառուկյանին, ոչ Ռոբերտ Քոչարյանին, ոչ Սամվել Կարապետյանին, ոչ էլ այն մնացած ընդդիմադիր քաղաքական գործիչներին, ովքեր խորհրդարան չմտան։ Ես պարզապես ցանկանում եմ միասնականություն, ցանկանում եմ իրար վրա ցեղ չշպրտեն։ Այս մեկը ասում էր, այս կմտնի խորհրդարան, այս զգուշացնում էր, որ սա չի մտնի ժողովուրդ։ Մենք ժամանակ չունենք։ Գնացեք մեր ձայների հետևից։ Պահեք այն ժողովրդի տված ձայները, ովքեր օր ու գիշեր չեն քնել, օր ու գիշեր երազել են, որ ամսի 7-ը գա եւ մենք վերջապես ազատվենք այս չարիքից։ Եվ ես ձեզ ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, այն ընդդիմադիր քաղաքացիները, ովքեր եկել են ընտրատեղամասեր եւ ձեզ, մեզ, բոլորիս ձայն են տվել, այդ քաղաքացիներին սա վերջին անգամն է, հուսախաբանել չի կարելի։ Եթե մենք այդ քաղաքացիներին հուսախաբանենք, եթե մենք այդ քաղաքացիներին արհամարենք եւ գնանք սեփական շահի հետևից, մենք այլևս երբեք, ես վստահ եմ, չենք կարողանալու մեր երկրում ինչ-որ փոփոխության հասնել Նիկոլ Փաշինյանի դեմ։ Եվ շարունակելով այս ընտրակեղծիքների թեման, ես նաեւ ցանկանում եմ խոսել մեկ այլ բանից։ Նախ Նիկոլ Փաշինյանի հորդորով ընտրություններից առաջ իմիտացիա ստեղծվեց ձայնագրությունների ֆոնին, որ գլոբալ առումով ընդդիմությունը կաշառք է բաժնում եւ այսքան բանտարկվածներ կան, բայց ոչ ոք չխոսեց նրանից, որ Նիկոլ Փաշինյանի падգամավորները տարբեր բակերում աչքի ինքնող տղաների հարգանք ունեցող մոտիկացել են, տեսել են, մեկին չդատվելու դիմաց շանտաժ են արել, որ իրան ձենբերի, մեկին գումարի դիմաց այնպես են արել, որ իրենց ձայնբերի, մեկին
մեկի հողն են սեփականաշնորել, որ ձայն բերի։ Ես հիմա ուզում եմ հասկանամ, ընտրա կաշառքը, ընտրա կեղծիքը ոնց է էլ լինում, եթե ոչ մեր աչքի առաջ այս իշխանությունների ձեռքով այս ամենը որ եղել է։ Ոնց է լինում այլ ձևով ընտրա կաշառքը։ Ես խնդրում եմ ինձ բացատրեք։ Ընտրա տեղամասերում երբ ժամը 8-ին ընտրությունները պրծավ, լսել եք նման դեպք, որ ընտրա տեղամասերում լույսերը տանեն։ Լսել եք 10-15 ընտրատեղամասում ժամը 8:05-8:10 լույսերը տարան։ Այդ գլոբալ լույսերը գնացին, հա տարբեր ու ամենակարևորը, նես չի իրար կողք 9:22, 9:23, 9:24 տենց իրար կողք ընտրատեղամասերում չտարան լույսերը, որ ասես այդ տարածքում ինչ որ էլեկտրաէներգիայի խնդիր է եղել եւ լույսերը տարել են։ Հայաստանի Հանրապետության տարբեր ընտրատեղամասերում լույսերը տարել են։ Դա մեկ։ Ժամը 8-ից հետո մոտ 100 ընտրատեղամասերում բերվել են ընտրության, որպեսի մասնակցեն զինվորականներ։ Նախ եւ առաջ պետքա հստակեցնել եւ ճշտել, արդյոք այդ զինվորականները երկրորդ կամ երրորդ անգամ չէին քվեարկում։ Եթե նրանք նորմալ պետքա գային ընտրության, ինչի էին գալիս ժամը 8-ին, որպեսի ընտրատեղամասերը ուշ փակվեն, որպեսի Նիկոլ Փաշինյանը կարողանա խաղեր տալ։ Ինչի համար այդ զինվորները ցերեկը չեն եկել իրանց ընտրությունը կատարել եւ գնացել իրանց գործերին։ Միգուցե Նիկոլ Փաշինյանը տեսել է, որ իր ձայները չեն հերիքում, որպեսի նա հաղթի, միգուցե նա հասկացել է, որ մեծ պատմության մեջ է ընկնում եւ զինվորներին ժամը 8-ին հրահանգել է նրանց հրամանատարներին, որպեսի նորից գնան քվեարկության։ Իհարկե այս ամեն ինչը սենց ա եղել, որովհետեւ մարդը, բանական մարդը, եթե գնում է ընտրության, ինքը չի գնա ընտրության 8-ին 1 պակաս։ Ինքը 8-ին 1 պակաս կգնա ընտրության այն ժամանակ, երբ 7:30 երկրի ղեկավարը զանգել է, թքել է վրետ ու ասել այդ զինվորներին տար որ ապօրինաբար ընտրեն ինձ։ Այ այդ ժամանակ կլինի, որ ժամը 8-ից մինչև ժամը 10-11 ընտրատեղամասերում զինվորներ լինեն եւ քվեարկեն եւ նույնիսկ կապանում ընտրատեղամաս կար մինչև 1:40 զինվորները ընտրում էին։ Լավ ժողովուրդ, դուք ում եք ապուշի տեղ դնում։ Դուք ում եք ուզում ապացուցեք, որ մենք ընդդիմադիրները պետքա ձեր ցանկացած դուդուկի տակ պարեն։ Դուք չեք կարողանալու այս ժողովրդին, այս ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներին կոտրել, ոչ ընտրություններ կեղծելով, ոչ ցինիկի նման մարդկանց ձերբակալելով, առանց հիմքի, որտեղ չկա հիմք, մարդկանց խոսակցության համար, պարզապես իրար հետ խոսալու համար, նույնիսկ ակնարկի համար, որտեղ ոչ մի բան, ոչ մի տառ չկա ընտրություններից, դուք ընտրակաշառք տալու կամ վերցնելու համար այդ մարդկանց ձերբակալել եք եւ որակում եք ընդդիմադիրներին կաշառք տվող։ Բա ձեր տված կաշառքները, արա, ով պետքա հրապարակի։ Բա ձեր տված կաշառքի խոսակցությունները, դուք իշխանության եք, ով պետքա խնդրի, որ ԱԱԾ-ին, որ ԱԱԾ-ն հրապարակի ձեր խոսակցությունները, ձեր մարդկանց կաշառելը, շանտաժ անելը, չգիտեմ, այս ամեն ինչը աբսուրդ է։ Ես նորից եմ ասում, այնքան ընտրախախտումներ կան, այնքան եք դուք չափը անցել, որ բոլորի համար պարզ է ինչ ա եղել այս ընտրություններին։ Դուք ընդամենը 35% ձայն ունեք, նույնիսկ եվրոպական տարբեր այնպիսի կառույցներ, որոնք որ ընտրությունների ժամանակ ցանկացած երկրում հաշվարկ են անում եւ տալիս են տվյալներ, ընտրությունները երբ մնացել էր ընտրությունների ավարտին կես ժամ, Նիկոլ Փաշինյանին բոլոր սոցհարցումներով ցույց էր տալիս 35-ից 37% ձայն։ Պետք է նշեմ, որ դուք հասկանաք, որ չասեք դե լավ դա սոցհարցումա կարա շեղումներ տա, երբ օրինակ Մոլդովայի ընտրություններին, Հունգարիայի ընտրություններին, երբ պարտվեց գործող վարչապետը եւ մնացած այլ ընտրություններին այդ կառույցները ինչ տվյալ տվել են 1-2% շեղումով տենց ա եղել։ Հիմա ո՞նց եղավ, որ Նիկոլ Փաշինյանը 35% ձայներ հավաքել, 29% ուժեղ Հայաստանն էր հավաքել, 12% Հայաստան դաշինքներ հավաքել եւ Ծառուկյանը հավաքել էր 5.1% բոլոր տվյալներով, դառավ այնպես, որ Նիկոլ Փաշինյանը հավաքեց 50+%,
Եվ նույնիսկ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չանցավ խորհրդարան, սա ստորություն է, սա խուլիգանություն է, մենք տեսել ենք Բարգավաճ Հայաստանը 60 ձայն էր պակասում, որպեսզի նա անցնի խորհրդարան, 0.04% էր պակասում եւ արդեն 4-5 ընտրատեղամասի հաշվարկների արդյունքում մենք տեսել ենք, որ լսել ենք Աբովյան, Արմանին, Տոնոյան, Իվետային, որ արդեն 200 ձայնից ավել ձայն կա, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունից խլել են։ Ինչ է նշանակում, ինչ որ մի կուսակցությունից ձայն խլել։ Նիկոլ, որ ասում ես այլևս Հայաստանի Հանրապետությունում չեն լինելու ընտրակեղծիքներ, այլևս Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինքն է որոշելու թե ով լինի երկրի ղեկավար։ Բա այ մուտիլովշիկ, այ մանիպուլյատոր, այ հայ ազգի թշնամի, այ հող վաճառող անձնավորություն։ Դու Եթե ասում ես Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները եղել են արդար, չեն եղել կեղծիքներ, ո՞նց են ընդդիմադիր կուսակցությունների ձայները 180-ի փոխարեն գրած 1։ Եթե դա լիներ մի դեպք, լավ, մի դեպք, կասենք տեխնիկական սխալ է, մարդը պետք է գրեր 180, 80-ը մոռացել է, չնայած չեմ հասկանում այդպես ոնց կարա լինի, գրել է 1։ Հələ 4-5 ընտրատեղամասը 1 կամ Բարգավաճ Հայաստանից, կամ Ռոբերտ Քոչարյանից, կամ Սամվել Կարապետյանից 100-150 ձենեք գողացել դուք։ Եթե մենք հաշվում ենք 2005 ընտրատեղամասով, ամեն ընտրատեղամասից դուք որ 20-30 ձայնել գողացած լինեք, ինչի վրա ես վստահ եմ, դուք հասկանում եք, որ ձեր այդ 50%-ը իշտում դառնում է 35-ից 40%, ինչը իրական պատկերն է։ Դա այդ ուղիղ այդ 20-30 մինչև 150-200 ձայն ձեր գողանալը տալիս է 10%-ի խաղ։ Դա այդ մեկ ամենախոշոր ընտրակեղծիքը։ 2. Դուք ձեր պետական ռեսուրսները, ձեր պաշտոնյաներին, ձեր բոլոր լծակները օգտագործել եք, որպեսի մարդկանց վախի մթնոլորտում, ովքեր ձեզ չեն ուզեցել ընտրեն, ստիպեք, որ գնան ընտրատեղամասեր ձեզ ընտրեն։ Դա երկու ամենամեծ ընտրախախտումը, ընտրակեղծիքը, Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքները ոտնահարելու փաստը։ Դա երկու։ Երրորդ, ձեր ԿՊ-ականները, ձեր այդ Կիսատ Հայաստանի քարտեզներով ու սրտիկներով ողջ ընտրության օրը տարբեր ընտրատեղամասերում քարոզ անելով են գնացել ընտրության։ Դա կոպիտ խախտում 3, 4 լռության օրը ձեր սատելիտ ուժերը քաղաքական, ձեր կուսակցականները, այդ Մգեր Արմենյանները, Գյորգիքսները, այդ աղանդավորները, այդ թութու լավաները, այդ արդիշոպի հովոները ողջ լռության օրը ԿՊ-ի քարոզ արին։ Էս ոչ մի բանները, այս Աստված ու պրինցիպ չունեցող ամոթել է ինձ դրանց տղա համարել։ Ոչնչությունները արա, լռության օրը ամբողջ ԿՊ-ի քարոզ արեցին։ Այս ազգի դավաճանները արա, այս թուրքերը արա, որ նույնիսկ հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ չեն այս մարդիկ։ Այս մարդիկ մեկը Ամերիկայում նարկոմանությամբ է զբաղվել, մեկը ստեղ խաղամոլությամբ է զբաղվում, այն մեկը գնում է սեկտանտների մոտ դասընթացների, այս ժողովրդի հույսին մնացած ոչ լեգիտիմ վարչապետը Նիկոլը, նայեք ինչքան ընտրակեղծիք է արել, սա 4-րդը, ուրեմն 5-րդը, տարբեր ընտրատեղամասերում ես տեսել եմ, որ ԿՊ-ի վստահված անձինք կռիվներ են հրահրել, ուժեղ Հայաստանի վստահված անձանց, Հայաստան դաշինքի, Գագիկ Ծառուկյանի վստահված անձանց նկատմամբ ընդհուպ միջև այդ մարդկանց միջև ձեռնամարտեր ա եղել։ Սա ընտրախախտում է, թե չէ։ Ես նկատել եմ բազմաթիվ խախտումներ, կամերաներով լավ էլ նայել եմ, լիքը ընտրատեղամասերում 15-20 հոգի հետ 3 քվյախցիկի կողքը կայնած հանձնաժողովի նախագահը կամ քարտուղարը կամ մնացած մարդիկ նույնիսկ ձայն չեն հանում, որ օրենք չգիտեն նույնիսկ, որ ասեն այդ մարդկանց մի գնացեք այդ 10 հոգով 3 ընտրախցիկի մոտ կանգնեք, որ ընտրություն կատարեք։ Ձեզ թվում է իրանք օրենք չգիտեն, իրանք շատ լավ ամեն ինչ գիտեն։ Իրանք պարզապես հրահանգավորված կեղծել են այս ընտրությունները, սա 5-րդը։ Ուրեմն 6-րդը, երբ դու քո ձայները չես հաշվում եւ չգիտես թե քեզ ինչքան ձայն են տվել, դու ինչպես կարող ես հայտարարել, որ դու վարչապետ ես դարել։ Դա խոսում է նրա մասին, որ դու երեկոյից մինչև առավոտ պետքա ԿՀ-ին ստիպես, հրամայես, որ ձայներն ես կեղծի, որ քո ուզած տոկոսը ստանաս։ Դե այսքան մատերից վրա 10 հատ ընտրակ կեղծիք հաշվեցի գլոբալ ու խոշոր, էլ չասեմ, որ
ընտրատեղամասերից յաշիկներ եք, ընտրախցիկներ եք գողացել, տարել եք ուրիշ տեղեր։ Դուք հասկանում եք, լույսեր եք անջատել, այս ամենը խայտառակությունն է։ Ասում են լրատվամիջոցները, ովքեր ասել են, թե լույսերի անջատումներ եղել, դատի են տալու։ Հենց նույն օրը ու այդ պահին մեր գործընկերները Լիա Սարգսյանը տեսանյութերով Մարդիկ ֆիքսել են, լրագրողները ֆիքսել են կամ կարող է Գոհարը Չերմելոյան կամերաներով ցույց տալիս իրանց կենտրոնական գրասենյակից, թե ոնց են այս կամ այն ընտրատեղամաս զինվորական հագուստով մարդիկ գնում ընտրության։ Ինչի մասին է խոսքը։ Ում ուզում եք դատի տվեք, արա առաջի դատի տալու մարդիկ դուք եք, որ պետքա պատասխանատվության ենթարկվեք։ Ես Մարիամ ջան, այսքանից ավել այսօրով չգիտեմ ինչից կարելի է խոսալ, եթե կան հարցեր կարող եք տալ, իմ կարծիքով ոչ մի հայ, նախ պետքա ես մի հատ բան ասեմ։ Ներողություն։ Ոչ մի հայ եւ առհասարակ ոչ մի մարդ իր պայքարից չի կարող անկճվի։ Մենակ ընդդիմադիր դաշտում ես խնդրում եմ ընդդիմադիր առաջնորդներին այնպեսի քայլեր, որոշումներ եւ գործողություններ անեն, որպեսի ընդդիմադիրների մոտ խորը հիասթափություն չլինի։ Ես վստահաբար բոլոր ընդդիմադիր քաղաքացիների անուններից եմ ասում. Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին, Սամվել Կարապետյանին եւ մնացած քաղաքական ուժերին։ Բոլոր ընդդիմադիրները ձեր կողքը կանգնած են։ Բոլոր քաղաքացիները ձեր մեջքին կանգնած են։ Կայացրեք որոշում, որը որ ճիշտ եք համարում, տեղյակ պահեք այս ժողովրդին։ Ես վստահ եմ, մի ընդդիմադիր քաղաքացի չկա, որ ձեր մեջքին կանգնած չի, ձեր հետևը կանգնած չի ամուր, եւ վստահ եմ, որ մի ընդդիմադիր քաղաքացի չկա, որ հիասթափվել է կամ պատրաստ չի պայքարի։ Եվ վերջի վերջո տարբեր պատմության մեջ դեպքեր են եղել, երբ մարդիկ օրինակ Ֆիդել Կաստրոն 17 տարի պայքարել է, որ հասնի իր գաղափարներին եւ նպատակներին։ Այո, այն ինչը կապված է քո հողի հետ, քո ջրի հետ, քո անկախության հետ, քո պետականության հետ, քո դրոշի հետ, քո երկրի հետ, դու չես կարող հոգնել այդ պայքարից։ Եվ աստվածաշնչյան ճշմարտություն կա, հիասթափությունը դա ամենամեծ մեղքն է։ Մենք չենք խոսում հիասթափությունից, չենք խոսում ընկճվելուց։ Մենք բարկացած ենք, որ մեր ձայները կեղծվել են, որ Հայաստանի Հանրապետությունում խուլիգանություն է տեղի ունեցել, ոչ թե ընտրություններ, եւ մենք արդարացիորեն պահանջում ենք, որ բոլոր մեղավորները ամենախիստ ձևով պատժվեն, որովհետեւ այսուհետ եթե այս մարդիկ նույնիսկ ընտրություններին են այս ձևով վերաբերվում ու նայում, այս սրանք վաղը մյուս օր մեզ փողոցներում գնդակահարելու են, այն մարդկանց, ովքեր իրանց դեմ են խոսում։ Այսքանը ես խնդրում եմ իմ հայրենակիցներին լինել համբերատար, չընկճվել, սպասել թե ընդդիմությունը ինչ հայտարարություն կանի եւ գործել միասնական։ Բոլոր այն ընդդիմադիր առաջնորդներին հետևել, ում գնացել եք ձայն եք տվել, որպեսզի իրենք ասեն, թե ինչ ենք անելու։ Շնորհակալ եմ։